չանենք, ստեղից չեն կարանցնենք, կարել էր անցնել շատ արագ ենք կայլում ոնց մենք ամեն օրը այդպես է ասկա չէ վաղը հանդիպումներ ունենք երիտասարդների հետ տարբեր վաղը քաղաքում շրջայց չենք ունենալու Կիրակի օրն ենք ունենալու մեծ միջոցառումներ մեծամորում, Արմավիրում և ունենալու ենք նաև հանրահավաք մեծամորում մեծ բան ենք ունենալու Կիրակի օրը Մի անգամից կրկնապատկել ենք, բայց նույնիսկ կրկնապատված նվազագույն թոշակը դեռ բավարար չէր, որ թոշակառուն հաց ու պանիր առնելով գոնե այդ մի ամիսը ձգի։ Հետո հաջորդի 2022 թվին կարծեմ, մենք նվազագույն թոշակը համապատասխանեցրինք նվազագույն պարենային զամբյուղին։ Եվ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ եղավ 2022 թվականին, որ թոշակառուն իր թոշակով գոնե կարար սնունդ առներ, հաց ու պանիր առներ այնքան, որ կարողանար ապրել։ Այսօր ուրիշ բան է տեղի ունեցել ժողովուրդ ջան։ Մենք Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջին թոշակը բարձրացրել, հասցրել եւ անցկացրել ենք նվազագույն արդեն սպառողական զամբյուղին։ Այդ նշանակում է, որ թոշակառուն ամսվա ընթացքում երաշխավորված առողջապահության նախարարության կալորիաներով հաստատած կարա իր համար առողջ կալորիաներ ձեռք բերի եւ հետնել կարա երկու հատ բաժակառնի, 3 հատ պատառաքաղ առնի, չգիտեմ, տարին մի զույգ կոշիկ առնի լրացուցիչ, այդ չեմ ասում մի քանի հատ օճառ առնի եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սա պատմական փոփոխություն է Հայաստանի պատմության մեջ, բայց տեսեք Մենք հո չենք ասում, մենք հասել ենք մեր երազանքներին, վայ, ինչ գործ ենք արել, նվա բանը միջին թոշակը արդեն թոշակառուն կարա ծերը ծերին հարցնի։ Դա մեր երազանքը չի, մենք հո չենք մտածում, որ տենց էլ պետք է լինի, բայց մենք պետք է հիշենք, որ 2018 թվին նվազագույն թոշակը եղել է 16,000 դրամ, այսօր նվազագույն թոշակը 46,000 դրամ է, մենք 3 անգամ նվազագույն թոշակը բարձրացրել ենք, 3 անգամ 3 հապատիկ առանց անգամ խիկարետրի հետ վճարի։ Եվ այս ընթացքում ուղիղ եւ անուղղակի որոշումներով 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում ենք կայացրել։ Եւ ավելին, հիմա մենք մեր նախընտրական ծրագրի մեջ գրել ենք, որտեղ գնաց միշտ լնում է ժողովուրդ ջան, գնացը անխուսափելի բան է։ Երբ որ գնաց լինի այնքան, որ մենք տենանք, որ միջին թոշակը գնաճի պատճառով իջավ նվազագույն սպառողական զամբյուղից, մենք թոշակը մինիմում կոմպենսացնելու ենք այնքան, որ թոշակառուների կենսամակարդակը առնվազն այսօրվա վիճակի չվատանա։ Այդ չեմ ասում առողջության ապահովագրության հետ կապված հարյուրավոր թոշակառուներ մեզ ասում են, որ վիրահատվել են, դեղ են ստացել, ստուգվել են եւ այլն եւ այդպես շարունակ, բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրեմ, որովհետեւ շատերը չգիտեն, նաեւ մինչեւ 18 տարեկան երեխեքի առողջության ապահովագրությունն է պետական բյուջեի հաշվին, այսինքն հիմա այն մարդիկ, նրանք ովքեր ունեն փոքրահասակ երեխաներ եւ մեծահասակ ծնողներ, այդ մարդկանց հոգսերի մի առնվազն մի զգալի մաս պետությունը վերցրել է իր վրա։ Ինչի ենք մենք սա արել ժողովուրդ ջան, այդ ճիշտ ես ասում։ Ինչ ենք մենք սա արել ժողովուրդ ջան։ Ով կարող ասի ինչ ենք մենք սա արել։ Ինչ ենք մենք սա արել։ Այս ամեն ինչը ինչ ենք արել, որովհետև սիրում ենք ձեզ մենք ժողովուրդ, որովհետև
Մենք մեր թոշակառուներին, էլի մենք ով չլինի, ես մեր սիրելի թոշակառուներին վերաբերում եմ նենց ոնց որ վերաբերում եմ իմ ծնողներին, ես մեր երեխեքին վերաբերում եմ նենց ոնց որ վերաբերում եմ իմ երեխեքին, եւ ես նոր փառաքարում էլ ասի, հիմա շատ է գնում խոսակցություն դրա մասին, որ այսօր Հայաստանում շինարարության եւ զարգացման տեմպերը առնվազն շատ մոտ են խորհրդային միության ժամանակ եղած տեմպերին, բայց ես ուրիշ բան ասեմ, խորհրդային միության ժամանակ չեն եղել են որակի դպրոցներ, որոնք մենք կառուցում ենք, չի եղել տենց բան, ժողովուրդ ջան, չեն եղել այն որակի մանկապարտեզներ, որոնք մենք այսօր կառուցում ենք, եւ սա մենք անում ենք հետեւյալի պատճառով, Հայաստանի Հանրապետությունում կյանքի որակը պետք է էականորեն փոխվի, Հայաստանի Հանրապետությունում կյանքի որակը էականորեն փոխվում է եւ գնալով ավելի է փոխվելու, որովհետեւ ու ես երեք մի միտքել եմ ասել եմ ուզում ասեմ, ես ուզում եմ մեր ժողովրդի շնորհակալություն հայտնեմ, որովհետև ես դա գիտեի իհարկե, բայց ուրիշ բան ուղղակի իմանալը, ուրիշ բան ամեն օր դրա ապացույցը ստանալը, մեր ժողովուրդը բացառիկ շնորհակալ ժողովուրդ է, դուք բոլորդ բացառիկ շնորհակալ ժողովուրդ է, որովհետև եթե մի այսքան բան անում ենք մենք, մի այսքան բան 100 այդքան շնորհակալություն ենք ստանում ժողովուրդ, ու ես ուզում եմ իմ գլխարկը ձեր առաջ հանեմ եւ ձեր առաջ խոնարհվեմ։ Այդ ձեր մեծ սրտի, այդ ձեր մեծ հոգու, այդ ձեր մեծ կամեցողության առաջ խոնարհվում եմ բոլորիդ առաջ, խոնարհվում եմ։ Ու դա մեզ ահա որ մեծ ուժ է տալիս, ահա որ մեծ ուժ է տալիս։ Ժողովուրդ ես ամեն ինչ որ խոսացի, ճանապարհ, դպրոց, մանկապարտեզ, թոշակ, առողջության ապահովագրություն, կարող ենք խոսել ուսուցիչների ատեստավորման մասին, կարող ենք խոսել այսօր Հայաստանի Հանրապետությունում 700,000 դրամ ստացող ուսուցիչ կա։ Ընդ որում 500-ից 700,000 դրամ աշխատավարձը բոլոր ուսուցիչներին հասանելի է։ Հա մենք դրել ենք կամավոր ատեստավորման համակարգ, որպեսզի նաև մենք իմիջիայլոց ասեմ, այսօր իհարկե շատ քիչ, բայց էլի կամավոր ատեստավորման հետ կապված ինչ-որ քննադատություններ կան, բայց ես ուզում եմ ասել, որ կամավոր ատեստավորման համակարգի միտքը մեզ իրենք ուսուցիչներն են տվել, որովհետև 2019 թվին մենք բռնեցինք համատարած բոլոր ուսուցիչների աշխատավարձերը բարձրացրեցինք եւ դրանից հետո մենք բավականին բողոքներ ստացանք, որովհետեւ շատ ուսուցիչներ կային, ասում են, որ մենք համաձայն չենք, որ բոլորինը նույն չափով բարձրանա աշխատավարձը, որովհետև մեկը շատ աշխատում, մյուսը քիչ աշխատում, մեկը ավելի շատ բարեխիղճ է, մյուսը պակաս բարեխիղճ է, եւ այդ ժամանակ մենք այս համակարգը մտցրինք։ Այսօր Հայաստանում 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա, բայց հաջորդ փուլում կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների համար նոր ատեստավորում է բացվելու, ու եթե նախորդ ատեստավորման անցնելու դեպքում դրույքը 100,000-ից դառնում էր 200,000 դրամ, այս անգամ արդեն ատեստավորվածները կարան ատեստավորվեն եւ դրույքը 200,000-ից դառնալու է 300,000 դրամ, գումարած ատեստավորման տոկոսները։ Մենք այսօր զինվորականներ ունենք 700,000 դրամ աշխատավարձ ստացող։ Մենք այսօր ներդրել ենք Պաշտպան հայրենիք ծրագիրը բանակում, ժամկե 18 տարեկան տղերքը գնում են բանակ, 6 ամիս վերապատրաստվում են, դառնում են պայմանագրային զինծառայող եւ ծառայություն անցկացնում են բացի մարտական հերթապահությունից կամ ծառայական հերթապահությունից, իրանց տներում են ապրում եւ ամիսը 300-ից 500-600,000 դրամ տանում են իրանց տուն ժողովուրդ։ Ես այս փոփոխությունը ես ուզում եմ հասկանամ, որովհետև նախկինում նույնիսկ ամենավատ վիճակում գտնվող ընտանիքները ստիպված էին իրենց երեխեքի համար ծախս անել, չգիտեմ, շոր ուղարկել, հագուստ ուղարկել, այսօր իրանց զինվոր երեխեքը իրանց տները պահում են, իրանց ընտանիքները պահում են եւ պահում են իրանց երկու տունը, մի հատ պահում են իրանց Հայաստանի Հանրապետության տան սահմանները, մի հատ էլ պահում են իրանց ընտանիքների բարեկեցությունը, եւ սա էլ է հեղափոխական փոփոխություն։ Բայց բանակի հետ կապված մեծ նորությունը մենք բոլորս պետք է տեսնենք 2026 թվականի այս ամսվա մայիսի 28-ին, երբ որ
Հանրապետության հրապարակում տեղի ունենալու զորահանդես եւ ես հույս ունեմ, որ բոլորդ կգաք Հանրապետության հրապարակով ձեր աչքով տեսնելու, ինչ եք տեսնելու դուք ժողովուրդ, դուք հետո տեսնելու եք բոլորովին նոր բանակ, բոլորովին նոր սպառազինությամբ, բոլորովին նոր տրամաբանությամբ եւ բոլորովին նոր հայեցակարգով։ Եվ ես ձեզ ուզում եմ շնորհավորել այն առիթով, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս ունի նոր եւ որակական նոր մակարդակ ունեցող բանակ։ Եկեք տեսեք եւ սեփական աչքերով համոզվեք։ Իմիջայլոց ասեմ նաև, որ ես հանձնարարել եմ, որ զորահանդեսի ռազմական տեխնիկան, որ ասում են սովորաբար սենց ասում են հետո տանում են, չէ։ Այս անգամ ես հանձնարարել եմ Հանրապետության հրապարակից դուրս գալու եւ Տիգրան մեծ պողոտայով տեն շարված մնալու է, իհարկե կողքից կլինեն բաներ, ցանկապատներ, որ բան չլինի, եւ մի ամբողջ օր լինելու է այնտեղ, որ մարդիկ գան տեսնեն։ Ով որ չի ասրել առավոտը գա տեսնի, հատ բոլորը տեսնեն, ուսումնասիրեն։ Եվ դուք կտեսնեք, որ իսկապես Հայաստանի Հանրապետությունը պետությունը քան երբևէ, ինքնիշխան ավելի քան երբևէ, անվտանգ ավելի քան երբևէ եւ ապագային լավատեսության բանայում ավելի քան երբևէ։ Ժողովուրդ, ես ամեն ինչը իհարկե էլի եմ ասում, շատ կարևոր է, բայց ամենակարևոր ասելիքը, որով ես եկել եմ, հետևյալն է, Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն եւ ես ձեզ բոլորին շնորհավորում եմ խաղաղության առիթով։ Եվ առաջիկա ընտրությունները իրականում ոչ թոշակի թեման, մյուս թեմաները շատ կարևոր են, բայց առաջիկա ընտրությունները առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ հերթին խաղաղության մասին է։ Եվ մենք ակնկալում ենք, որ դուք 2026 թվականի հունիսի 7-ին գնաք կտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը, այն խաղաղությանը, որ այսօր Խաչաձև կրակահերթերի տակ է, այսօր շատ են կասկածի տակ դնում խաղաղությունը, մեկը ասում է կա թե չկա այդ խաղաղությունը, մեկը ասում է լավը չի այդ խաղաղությունը, մեկը ասում է վստահելի չի այդ խաղաղությունը, մեկը ասում է իրական չի այդ խաղաղությունը։ Ես մեր խաղաղությունը համեմատում եմ 9 ամսեկան երեխայի հետ, որովհետև մեր խաղաղությունը 9 ամսեկան է։ Եվ ինչպես 9 ամսեկան երեխան, երբ որ կա, ինքը կա թե չկա, ինքը մարդա թե մարդ չի, ինքը անհատա թե անհատ չի, իհարկե կա, ավելին ասեմ, այն ընտանիքներում, որտեղ կա 9 ամսեկան երեխա, այդ երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է, այդ երեխան այդ ընտանիքի ուրախությունը եւ երջանկությունն է, եւ այդպիսին է նաեւ խաղաղությունը, որովհետեւ ես տեսնում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ուրախություն, Հայաստանի Հանրապետությունը այն դարդոտած երկիր չի, Հայաստանի Հանրապետությունը ապրող, զարգացող, ծաղկող եւ ուրախ երկիր է։ Բայց նաեւ մենք պետք է հասկանանք, ժողովուրդ ջան, որ մեր խաղաղությունը շատ շատերին դուրս չի գալիս եւ դուք տեսնում եք, պատերազմի եռագլուխ կուսակցությունը դուրս է եկել մեյդան եւ անընդհատ փորձում են հարվածել խաղաղությանը, արհեստական թեմաներ են ներդնում եւ ամեն ինչ անում են կոնֆլիկտը ստեղծելու, կոնֆլիկտը վերածնելու համար։ Հիմա էլ նոր թեմա են հորինել, թե Փաշինյանը 300,000 ադրբեջանցի է վերադարձնելու Հայաստան։ Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցություններում նման Հայաստանի օրակարգում ընդհանրապես նման թեմա ընդհանրապես չի եղել։ Այդ մարդիկ այսօր 100,000-ավոր դոլարներ են ծախսում այդ տափակ հոլովակները պտտելու վրա, բայց դա չի ամենակարևորը, նրանք օրակարգ են ստեղծում դրանով, նրանք այդ հարցը բերում են մեյդան, եւ ես ասում եմ, սա լրտեսական գործունեություն է, ես որ նրանք ասում եմ շպիոնոնիկի նման, նրանք ուզում են Հայաստանի ուրախությունը ոչնչացնեն, նրանք ուզում են Հայաստանի խաղաղությունը կոտրեն,
Ես նրանք մեզ մեղադրում են, թե մենք իբր մտադրություններ ունենք ադրբեջանցին վերադարձնելու։ Էլ եմ ասում, բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ Ադրբեջանն է դա հերքում, իսկ իրանք շարունակաբար պնդում են։ Իսկ մենք, եթե մենք որևէ մեկին վերադարձնում ենք, իսկ մենք վերադարձնում ենք, եւ 2025 թվականը առաջին տարին է եղել, երբ որ Հայաստանի քաղաքացիների արտագաղթը դադարել է եւ Հայաստանի Հանրապետությունն ներգաղթա սկսվել ժողովուրդ 2025 թվականին առաջին անգամ վերադարձած 8660 քաղաքացի ավել վերադարձել է Հայաստանի Հանրապետություն։ Եվ եսա պատճառը, նաև ուրախության պատճառը որն է, ուրախության պատճառն են չի, որ մենք մոռացել ենք մեր պատմությունը, ուրախության պատճառն են չի, որ մենք մտածում ենք, որ էլ խնդիր չկա, ուրախության պատճառը այդ թվում են, որ արդեն ավելի քան 2 տարի Հայաստան-Ադրբեջան սահմանին ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր ենք ունեցել ժողովուրդ, եւ այդ առիթով նույնպես շնորհավորում եմ ձեզ բոլորի Եվ հետևաբար, ժողովուրդ ջան, ամենակարևոր մեր անելիքը առաջիկա ընտրություններում հետևյալն է։ Պետք է գնանք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնենք խաղաղությանը։ Տեր կանգնենք խաղաղությանը։ Ընդ որում, հիմա ես զգում եմ, որ ամեն օրվա հետ երկրում մթնոլորտը փոխվում է։ Եվ իմ մեծագույն մտավախությունն է, որ ինչպես ասում են, Հայաստանի քաղաքացիները արխային կընկնեն, ասելով թե հա պարզա, իձեր են ասում, հա պարզա, որ ընտրվելու ես, պարզա, որ ընտրվելու ես։ Մենք մեծ խնդիրներ կունենանք, եթե մեզնից մեր անհատները, քաղաքացիները մտածեն, թե դե մեր հարևանն էլ է գնում քվեարկում, մեր բարեկամն էլ է գնում քվեարկում, ծանոթս էլ, ընկերս էլ, դասարանցիս էլ, իմ ձայնը ինչ նշանակություն ունի։ Ես էլի շարունակաբար ուզում եմ ընդգծել, որ խաղաղության ճակատագիրը, պետության ճակատագիրը, անկախության ճակատագիրը, ապագայի ճակատագիրը կախված է մի ձայնից։ Եվ ումն է այդ մի ձայնը։ Ոչ։ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, Եվ այդ մեկ մարդը դու ես, եւ 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 այդ մեկ մարդը դու ես, ով է իրան համարում այդ մեկ մարդը թող ձեռ բարձրացնի, ով է իրան համար, այ ես հիմա հավատում եմ, որ ժողովուրդը մասնավորապես Արաքս խոշորացված համայնքը, Գայ բնակավայրը, Եվ բոլոր բնակավայրերը տեր են կանգնելու խաղաղությանը եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Լավ չեք ասում երեխեք Ասում ենք ընտրություններ Մի րոպե Ասում եմ ընտրություններ 2026-ին երեխեք ես դասից փախել եք Ասում են այո։ Դուք լրիվ իմ հետևից ենք ընկել, ես անդիմությունելի, սկսելու երեխեքին։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Գայ բնակավայրին, Արաքս խոշորացված համայնքին, Արմավիրի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։ Չեմ տալու, ինչ եք դասից փախել, չեմ տալու, ոչ մեկին չեմ տալու, երեխեք հիմա սենց ենք անում, ստեղ ես քիչնեմ կկանգնեմ ստեղ, դուք սենց արագ հերթով, ստանում եք ու արագ վազքով դպրոց, եղավ,
ով ուզում է նկարվի, եթե հանկարծ ուզում եք նկարվեք, մոտենալիս հեռախոսների օբյեկտիվները բացած, պատրաստված, որ չկացնել մնա մի հատ, մենակ։ Լեոնարդո։ Չունենք այդքան Հա, ոնց եմ նշի։ Դե բանը սենց պահեք, որ բան չանեք։ Արի դու ես կոմ կանգնի, դու ես կոմ կանգնի։ Դու կուզես դու